Ինչու՞մն է արարման առեղծվածը։ Ինչ գաղտնիքներ կան արվեստի աշխարհում։ Գուցե դրանք սկսվում են մարդ էակին բացահայտելու, նրա հոգեբանությունը, ինքնատիպությունը արտահայտելու, նրա կերպարը ներկայացնելու և նրա էությանը հասնելու փորձերից, երբ ուրախությունն ու տխրությունը փոխարինում են իրար և գեղեցիկն ու տգեղը նույն նշաձողի վրա են։ Եվ այդ ամենը ցուցադրվում է իմաստության ու հումորի յուրահատուկ միախառնումով, ինչն էլ հեղինակի յուրօրինակ այցեքարտն է արվեստ կոչվող զարմանալի աշխարհում։ Երեխա ժամանակվանից նկարել եմ, հետո գնալով, չէի ուզում շարունակեի նկարչությամբ, ավելի շատ սպորտի կողմով էի ուզում գնալ։ Լեոնիդ Ենգիբարյանի ստուդիայում որ սկսեցի սովորելը որպես դերասան, ուզում էի պետքա դերասան դառնայի կրկեսի, բավականին երկար շրջան ուզում էի ծաղրացու դառնալ։ Ու դրանով ես տարված էի, ամեն օր գալիս էի տուն, ռեպրիզներ էի գրում, պատկերացնում էի, Չապլինի գիրքն էի կարդում, իր կյանքն էի ուսումնասիրում, ոնց է մեր Ենգիբարյանի մասին ինֆորմացիա, այդ շատ հետաքրքիր էր իմ մասին։ Ու այդ ժամանակ միշտ ծաղրանկարներ էի նկարում, բոլորը զարմանում էին։ Երևի այդտեղից իմ կերպարները սկիզբ առան, ու շարունակեցի։ Ոնց ես կյանքում ինչի մեջով անցել եմ, փորձել եմ չնկարեմ, ուրիշ մասնագիտություն ընտրեմ, մեկ է կյանքն էլ ոնց որ պատահարներն են հենց է դասավորվել, որ ես սկսեմ նկարել։ Ես նկարելը սկսել եմ գումար աշխատելով, որովհետև բավականին երկար շրջան մի հատ որ կրկեսը թողեցի, գործ էի ման գալի, եղբայրս էլ է տունը նկարիչ, Կարեն Մովսիսյանը, ինքը պատվերներ էր նկարում այդ ժամանակ։ Ու երկար ժամանակ չէր ստացվում իմ մոտ ոչ մի բան, ոնց որ առաջ չէր գնում։ Տարբեր բնագավառներում փորձել եմ, սկսեցի փորձելը, որ ես էլ փորձեմ կստացվի, ու շատ արագ ստացվեց ու սկսեցի գումար վաստակելը, ու տենց ոնց որ սկսեցի ավելի խորացված նկարել ու ուսումնասիրել, ու մեկ է զգացի, որ առանց դրա չեմ կարող։ Իմ ներաշխարհն է նկարների մեջ։ Ես նկարելուց ստեղծագործական աշխատանքներս որ անում եմ, աշխատում եմ հնարավորինս շատ բանականությունը անջատել, որտեվ ինչքան մտածում ես ճիշտ նկարես, ինչքան մտածում ես լավ նկարես, ինչքան մտածում ես ում ինչ դուր կգա, ինչը պահանջարկում, այդքան ամեն ինչը արհեստական է դառնում։ Ենթագիտակցությամբ երբ սկսում ես նկարելը, շատ ժամանակ նկարելուց առաջ ես էլ չեմ իմանում ինչ եմ նկարելու, ֆակտուրա եմ դնում, գույներով եմ խաղում, հասունանում է ֆակտուրան ու սկսում է այդ նկարը ծնվել։ Կերպարներ եմ տենում, մշակում եմ ու այդ կերպարները արդեն ոնց որ սկսեն իրանց պատմությունը պատմել նկարի մասին ու վերջում վերնագրով ոնց որ արդեն պարզ է դառնում ինչի մասին է այդ նկարը։ Որ նկարը նկարված է, ինքը դիմացինին հաղորդելու էներգիա ունի, իսկ որը մտածում ես ճիշտ նկարես, լավ նկարես, ինչքան շատ ես մտածում, այդքան այդ նկարը արհեստական է դառնում, որտեղ մենք կարող ենք տենանք, ասենք շատ հմուտ վարպետներ կան, իրանք շատ ռեալիստական, շատ վարպետորեն նկարում են, բայց դիմացինը կանգնում է նկարի դեմ, ոչ մի բան չի ստանում։ Հարց է առաջանում, այդ նկարիչների արածի իմաստը որն էր, եթե կար ֆոտոն։ Եթե կարող ես դու անել ֆոտո ռեալիստական, մեծացնել, ունենալ այդ նկարը, շատ ֆոտոից լավ կան նկարիչներ, որ ֆոտոյի նման, ֆոտոից էլ լավ նկարում են,
բայց այդտեղ արդեն էմոցիան ոնց որ այդտեղ արդեն առաջանում է քո մոտ հարգանք այդ նկարիչների հանդեպ, իրանց վարպետության հանդեպ, դու զգում ես, որ մարդը տաղանդավոր է, երկար աշխատանքի շնորհիվ այդ ամեն ինչը, բայց որպես էմոցիա նկարը ոչինչ չի արտահայտում։ Իսկ նկարներ կարող է абստրակտ նկար լինի, դու կանգնես իր դիմաց, ինքը քեզ էներգիա կամ ջղայնանաս, կամ ինչ-որ մտախոհերի մեջ ընկնես, բան չհասկանաս այդ ինչից է, բայց այդ ամեն ինչը նրանից է, որ նկարիչը այդ նկարը նկարել է անկեղծ, էմոցիայով, ենթագիտակցորեն է նկարել։ Հետո հիմա որ գիտությանը անդրադառնանք, գիտնականները ուսումնասիրում են, չէ՞, մարդու ենթագիտակցությունը։ Ու հասկանում են, որ ենթագիտակցությունը այնքան մեծ աշխարհ է, որ գիտակցությունը չի կարող հասկանա ինչ հնարավորություն ունի մարդու ենթագիտակցությունը։ Ասենք բժշկությունը, գիտությունը, որ չի կարող մարդուն ռակից բուժի, մեկ է մարդը մի օրվա մեջ կամ ինչ-որ մի բան իր մեջ փոխվում է, մի օրվա մեջ կամ մի քանի ժամվա մեջ այդ ամեն ինչը անհետանում է, ու հետո բժշկությունը պատասխան չունի, դա ոնց է լինում։ Այդ ամբողջը մեր ենթագիտակցության ուժն է։ Տենց էլ արվեստում շատ ժամանակ նկար ես նկարում, մեկ է զարմանում ես, ասում ես, այս նկարը որտեղից ինձ, այս մտքերը ինձ որտեղից են գալի։ Գիտակցությունը ինտելեկտի աշխարհն է, մարդու հոգու աշխարհը արդեն ենթագիտակցությունն է։ Արվեստը իմ համար առաջերտին իմ կյանքն է, իմ կյանքի անբաժանելի մասն է։ Երկար ժամանակ եթե չնկարեմ, մեկը որ հանգիստ եմ լինում, կարող է ավտոբուսի մեջ գնամ, ինչ-որ կերպար տենամ, ես զգում եմ, որ ես նկարում եմ, բայց մտովի։ Նկարչությունը իմ էության անբաժանելի մասն է։ Իմ համար կյանք արվեստը։ Մարդու հետ կարող է վատ իրադարձություններ լինեն, լավ իրադարձություններ լինեն, այդ ընթացքում մարդու որ ներաշխարհը ինքը կերտվում է, հասունանում է, գիտակից է մարդը դառնում ավելի, կյանքի տարբեր փուլերով անցնելուց, ու այդ արդեն արտացոլվում է իր արվեստի մեջ։ Երբ միտքը բացվում է հանկարծ, բազում պատկերներ են ծնվում, ասես բռնկվում է մի կայծ, ու հերթով կրակներ վառում։ Միտեղ միշտ ժպիտ է ու լույս, մյուսում լուր գեղանքն է նազում, սպասման կարոտով ապրող հույս ու սրտում պահված մի գարուն։ Մարդկանց հոգիներն այստեղ իրենց աչքերում են ապրում, ու կյանքը որտեղից որտեղ հայտնվում ու չի վերջանում։ Աշխարհը բարի է թե չար, այդ վեճը վաղուց է գնում, իսկ այստեղ կրակներն անմար նորանոր կյանքեր են ծնում։ Մարդու մեջ ինչ կա, մարդը դա ավելի շատ է տեսնում, կախված է մարդու էությունից։ Ոնց է, ասում մեղուն ամենուրեք ծաղիկ է փնտրում, ինքը ծաղիկ է տեսնում։ Ճանճը կեղտ է ման գալի, ինքը ամենուրեք կեղտ է տեսնում։ Մի ծերունի նստած է քաղաքի դիմաց, մի մարդ է գալի, ասում է դուք այստեղ եք ապրում այս քաղաքում, ասում է հա, այստեղ եմ ապրում, ասում է այստեղի մարդիկ չար են, թե բարի են, ասում է դու որտեղից որ գալիս ես, ասում է այդտեղի մարդիկ ինչ ոնց են, ասում է չար, նախանձ, դաժան, ասում է այ այստեղ, ասում է դրանից, ասում է ավելի բեթար են։ Իսկ գնում է այդ քաղաքը մտնում, հաջորդն է գալիս, ասում է կներեք այստեղ եք ապրում, ասում է հա, ասում է այստեղ ինչ ձևի մարդիկ են ապրում, ասում է դու որտեղից ես գալի, ինձ ոնց էին մարդիկ, ինչ մարդիկ են, ասում են բարի, սիրառատ, ասում են շատ լավ մարդիկ էին, ասում է որ հիմա մտնես այս քաղաք, այստեղ ավելի լավն են, ավելի բարի են, այսինքն մարդու մեջ ինչ կա, ինքը դա ավելի շատ է տեսնում։ Մարդը, որ գալիս է այս աշխարհ, ամեն մեկը իր ոգեկերտվածքը ունի, իր գեները ունի, ինքը իր միջավայր ունի, որի մեջ ինքը մեծանում է, ըստ դրա ինձ թվում է
Մեկին արվեստը հարազատ է, մեկը սիրում է արվեստը, խորանում է, ուզում է ձգտում է դեպի արվեստ, արվեստի բնագավառում լինի, արվեստի շնչի մեջ լինի։ Մարդ էլ կա ծնե իր մոտ այդ ամեն ինչը չկա։ Մարդիկ կան հիմա զարմանում են, ոնց կարա մարդը նկարի համար, ասենք $40,000 փող տա, կամ $1 միլիոն փող տա։ Դե ոնց բացատրես այդ մարդուն, որ գնորդի համար այդ առանձին մի մեծ աշխարհ ու եղել են կան մեծ նկարիչներ, որ իրանց ստեղծածը անգին է, ոչ թե $40,000 կամ $1 միլիոն։ Կյանքը սիրում է, որ հետաքրքրություն լինի, բազմազանություն լինի, ամեն ինչ լինի այս կյանքում։ Երևի դրա համար է արվեստագետներին է ստեղծել, արվեստ սիրող մարդկանց, որ կյանքը ավելի գունառատ լինի, հետաքրքիր լինի։ Չեմ կարող ասել, եթե նորից ծնվեի կշարունակեի արվեստով, կմտնեի արվեստի աշխարհ, թե չէ, բայց իմանալով իմ էությունը ինձ թվում է ոնց է չլինի, ես մեկը առանց արվեստի բնագավառ չէր լինի իմ կյանքը։ Իմ հոգեկերտվածքը ես համարում եմ, որ ինքը նկարչության համար է։ Իմ տեսակը որպես մարդ տեսակ, ինքը բնավորությամբ, իր նախասիրություններով, իր էներգետիկայով ավելի շատ նկարչության համար է ծնված։ Մարդ ասված մեր տեսակը Homo sapiens, մի տեսակ է, բայց իրանց կերպարները շատ տարբեր են, հետաքրքիր է, շատ ծիծաղալու կերպարներ կան, վախենալու կերպար, ինձ է ձգում է այդ ամեն ինչ։ Կերպարներ կան, որ իր դեմքին նայում ես, դու կարաս ասես այդ մարդը ինչ կյանքով է ապրել, ինչ կյանքով է ապրում, ծերերի դեմքին նայելով ինչքան կնճիռները շատ են, դու կարող ես ասես այդ մարդը կյանքում բարի մարդ է, թե չար մարդ է։ Բազմազանությունը, միմիկան, որ մարդը կարող դու մարդու հետ խոսաս, ինքը ճիշտ է ուրիշ բան ասում, բայց դու իր միմիկայից, իր դիմագծերից զգում ես իրականությունը որն է, ճիշտը որն է։ Ես այդ կարող եմ տարբերեմ, իմը չգիտեմ ոնց է լինում, բայց շատ ժամանակ իմ զգացածը, ներքուստ ես որ զգում եմ, ավելի ճիշտ է, քան թե բանականության, որ վերլուծե մարդը ինչ ասեց, ինչ արեց, իրականում ժամանակի ընթացքում ցույց է տալի, որ իմ զգացածը, այդ նույն ասած երևի ենթագիտակցորեն զգալը մարդու էությունը ավելի ճիշտ է դուրս գալի, քան թե վերլուծել է իր շարժուձևը, իր ասածը, իր պահելաձևը։ Բոլորիս մեջ Արարչի ուժն է, որ ինքը մարդու կերպարանքով ինքը փորձում է այս կյանքը ապրել։ Ու երևի իր այդ ուժի միջոցով է ինչ-որ ազդեցություն է լինում, որ մարդը կարող է նկարի, հետո նկարում ես, նայում ես նկարին, չես հասկանում, քեզ այդ կերպարները, գույները, այդ տրամադրությունը, որ կարող ես փոխանցես, որտեղից է գալի, ասենք դա հասկանալը այդքան է հեշտ չի։ Բայց արդյունքը խոսում է դրա մասին։